խափանմիջոցի խափանմիջոցը փոփոխելու, անփոփոխ թողնելու կամ ժամկետը երկարաձգելու հարցեր քննարկվելու, վերացնելու, փոփոխելու կամ ժամկետը երկարացնելու, դրա հետ մեկտեղ նաև ստացվել է Պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը, որով վերջինս միջնորդել է վերացնել խափանմիջոց տնային կալանքը, դրա հետ մեկտեղ գրավի գումարի չափը մինչև 25 միլիոն դրամ, ճիշտ եմ հասկանում, 5 միլիոնով ավելացնելու մեղադրանքի կողմը ունեք ձեր ձեռքի տակ, ստացել եք, չեք ստացել, արգելի պաշտպան, հնարավորություն ունեք, ասեք, եթե հնարավորություն ունեք, մեկ օրինակը տրամադրեք մեղադրողներին, Պաշտպանական կողմը ներկայացնի իր միջնորդությունը, որից հետո լսենք մեղադրանքի կողմին, ինչպես եք ցանկանում այս բանաները, արգելի պաշտպանական կողմ, ոնց եք ցանկանում, ինչ կա։ Ես խոսեմ, հարգարժան դատարան, կարիք չունի ներկայացնելու, էլի։ 5 րոպեով։ Ուրեմն նայեք, ձեր ներկայացնելով այսօր երկու միջնորդություն է, մեկը որ իմ խափաման միջոցը փոխելու օրն է, կալանքի օրը լրացել է եւ պարոն Վարդևանյանը իմ ընկերը իմ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել։ Մեկ վարքան ընդհատեմ ոչ թե լրացել է, լրանալու է։ Օգոստոսի 8-ին։ Այո, ամսուտը լրանալու է, մենք շաբաթ առաջ քննում ենք, ես ուզում եմ ասեմ, որ կարծում եմ երկու միջնորդություններ կարիք չկա քննելու, քանի որ անցած դատական նիստին դուք կանխավ որոշում եք կայացրել, որ ես պետք է մնամ կալանքի մեջ։ Առանց լսելով մեղադրյալների միջնորդությունը, կարող է մեղադրյալները գիշերը մի հատ բարի երազ էին տեսել, որը սպասելի չի գային եւ ասեին Արտուր Սարգսյան եկեք տանք վարչական։ Բայց դուք անցած դատական նիստին կանխավ որոշել եք եւ հայտարարել եք, որ Արտուր Սարգսյանը մեղադրվել է տնային կալանքի մեջ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե դուք արդեն կանխավ որոշել եք, որ ես մի տարի ասում եմ այս տերի որոշումները կանխավ որոշում է, շնորհակալություն ձեզ իմ 1 տարվա ասածը հիմնավորեցիք, հիմա այս միջնորդությունների իմաստը որն է, որ մենք ստեղ թատրոն չի դերասած ենք, դուք որոշել եք պետք է մնանք միանգամից կալանքը տվեք վերջացնենք գնանք, իմաստը որն է, դատախազը դուրս գա, կարտա Վարդևանյանը միջնորդություն անի, բոլորը լսեն, ձեզ լարված վերջում ասեք Արտուր Սարգսյանը պետք է մնա տնային կալանքի մեջ, միանգամից ես առաջարկում եմ դատախազը միջնորդություն չանի, Վարդևանյանը էներգիա չծախսի, միանգամից տվեք տնային կալանքը վերջացնենք, ուրիշ դրա երկրորդ հարց տեղ չկա։ Եվ երկրորդը, որ այն օրը տես միջադեպ եղա, որ իրականում սենց այն օրվա նիստին եմ ուզում անդրադառնամ, որ սենց խստակ որ ասեցի, էլի դրսում էլ ասեցի, որ Վարդևանյանը սենց դպրոցում ոնց են բացատրում ատար աթոր, սենց բացատրել համարական դատարանի որոշումը, Ջրաբեկ դատարանի որոշումը, դրանից հետո դուք հաշվի չառաք, եթե դուք ես մի տարի ինձ ճանաչելով գիտեք, որ ես արդարության համար պայքարում եմ, ուզում եք տենց անեք, որ ես վրդովեմ, ինձ հետ տանեք, կարաք միանգամից հետ տանեք կալանքի, անկեղծ եմ ասում, պետք չի սենց օրենքը կոպտագույն, ես երկիրը ավելի շատ եմ սիրում օրենքները, քան ինձ, որ եթե իմ համար եք այդ քանանը, որ ես ափերից դուրս գամ, սրա կարիքը չկա, միանգամից կարաք հետ տանեք, ես դրա խնդիրը չունեմ, էլի եմ ասում, կալանքի իմ համար արժեք չունի, ես կալանքից չեմ վախենում, ու որոշումն էլ արդեն կայացրել եք, հիմա կալանքը տվեք այդ Վարդևանյանը, չխոսի երկրորդն այն միջնորդությունը 5 միլիոն դրամ, ախր ինչ են կարևոր 20 միլիոն դրամ իմ ընկերները տվել են, էլ մի հատ 5 միլիոն տան, այդ 5 միլիոնին ես համաձայն չեմ, որ մի չավելացեք, դա իմ հաշվաբաննա որոշել է, բայց ես դեմ եմ դրան։ Երկրորդն ես ոչ թե առաջարկում եք 25 միլիոնը չնայեք, ես առաջարկում որ ընդհանրապես եկեք միջնորդությունը չքննարկենք, որոշումը կայացրեք գնանք առաջ։ Շնորհակալություն Ժորժ ջան, ուժեր եղեք։ Ես պատասխանեմ, ուրեմն դատարանի որոշումը պետք չի աղավաղել, դատարանը հետևյալն էր կայացրել 23 հուլիս 2026 թվականի որոշմամբ, դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել էր, նշել էր, որ այն պատճառաբանություններին փաստարկների, որը որ պաշտպանական կողմը ներկայացրել էր դատարանը համամիտ չէ, այսինքն դատարանը գտնում է դրանք ոչ հիմնավոր, մերժվել էր, ես չգիտեմ որոշման օրինակը ստացել եք դուք թե չեք ստացել, ամենայնդեպս ուղարկվել է կողմերին, դատարանը մերժել էր, դատարանը այն հիմքով, որ դուք դարձել եք պատգամավոր, այդ հիմքով ձեզ ազատ արձակել է տնային կալանքից մերժել էր, նշել էր, որ չէ, դուք մնալու եք տնային կալանքի տակ, քանի որ հիմքեր նոր Երևան եկած հանգամանք չկա,
նախորդի ազգային ժողովը ավելի կարճ կոնկրետ ասեմ որոշումը եթե չեք ստացել որոշումը ստացած կլինեք տեսնեք 8-րդ բանի նստաշրջանի ազգային ժողովը արդեն իսկ թույլատրել էր ձեր նկատմամբ այն սահմանը անձեռնամարտության բաները վերացրել էր արգելքները այսինքն բաները սահմանափակումները հաղթահարված են եղել նախորդիվ եւ ազգային ժողովի պատգամավորները փոխվելով չի նշանակում որ ազգային ժողովը փոխվեց ազգային ժողովը մնում նույնը պատգամավորներն են փոխվում դուք էլ շարունակաբար բառացի ուշադիր լսեք դա ծիծաղելու կարող եք ծիծաղել բայց ասում եմ բառացի մոտարապես ինչ-որ որոշման մեջ է նշված ինչքանով որ հիշում եմ դատարանը նշել էր հետևյալը որ դուք շարունակում եք նախորդ 8-րդ նստաշրջանի պատգամավոր եք շարունակում եք նաև լինել 9-րդ նստաշրջանի այսինքն նոր բան հանգամանք չկա այստեղ որպեսզի դատարանելի հաղթարի նույն ձևով ազգային ժողովը թույլտվություն տա մյուս դատարանը պատճառաբանած գրել էր եւ նաև նշել էր որ վճարաբեկ դատանի 2024 թվականի եւ նաև ՍԴ-ի 2021 թվականների որոշումների հանգամանքները նույնական չեն ձեր կողմից։ Նա չգիտեմ, դուք կարող եք նշել, որ սա ինչ է, վատթարացնում է ձեր վիճակը, թե չի, դատանը մանրամասն որոշման մեջ պատճառաբանական մասում տվել է եւ դուք էլ որոշումն էլ ուղարկել եք, եթե դուք համաձայն չեք լինի, պարոն Սարգսյան, կարող եք բողոքարկել ժամկետում ստացման պայս 10-օրյա ժամկետում ես ուղղակի կարճ հակիրճ նշեցի այստեղ ինչի մասն է խոսքը այսինքն դուք շարունակում եք պատգամավոր Այո, պարոն Վարդան, ճիշտ ասած միակ եթե համաձայն չեք միակ որոշումն է որ ես չեմ բողոքարկի, որտեղ դուք իսկ կարգել եք ցմահ պատգամավոր, շնորհակալ եմ դրա համար, բայց 8 ցմահ պատգամավոր եք կարգի ինձ, էլի նայեք 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորները ուրիշ մարդիկ են եղել, ովքեր իսկ քվեարկել են 63 հոգին։ 9-րդին արդեն ուրիշ մարդիկ են, նույն մարդիկ չեն, փոխվել է։ Հիմա այս մարդիկ որ տանեն կարա չքվեարկեն, որ ասում եք ծիծաղում եք իրականում ծիծաղելու է, պրոստը ուրիշ բան չտե չեն կարանեք, մենակ կարան ծիծաղեն, կարան գժվենք էլ, օրինակն եմ ասում, որ գժվենք կարող հետ տանեք։ Ուզում ասեմ այդ հարցին էլ չեն կարող դրել, բայց դա աբսուրդ է, նույնը չի։ Հիմա ինձ քվեարկել են 63 հոգին 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորները հիմա օգոստոսի 2-ից այդ պատգամավորները դադարում են պատգամավոր լինելուց նոր ազգային ժողովի պատգամավորները ովքեր հուլիսի 7-ին վերընտրվել են 21-ի մանդատ են ստացել նոր կազմա նոր մարդիկ են հիմա որ նենց ստացվում ես նույնը եղել եմ չի նշանակում ես ցմահ պատգամավորը շարունակվում է չի շարունակվում նոր մարդիկ են Անդաճի Վարդևանյանը չի եղել հիմա կա դա կապ չունի դրա հետ Ընդունում եք չէ որ մինչև օգոստոսի 2-ը դեռ դուք համարում եք օգոստոսի 2-ին այսինքն հրաման պետք է լինի չէ դա քննարկման չէ հիմա դուք մտակ իրավաբանական դա շնորհակալություն եմ հայտնում բայց օրենքը հստակ տալիս է որ ուժի մեջ է մտնում հուլիսի 21-ից որը պարոն Վարդևան ներկայացրել եթե օրենքով է խոսում օրենքի դաշտում շատ ուրախ կլինեմ օրենքով խոսենք բայց օրենքով չեն խոսում որոշման մեջ դատարանի 1 վայրկյան էլի ես չեմ ընդհատում ձեզ հուլիսի 23-ի որոշման մեջ շատ մանրակրկիտ նկարագրված է օրերով ամիսներով հստակ նշված Նշանակում է խաղաղության Ուրեմն ձեզ թույլ չեմ տվել որպեսզի դուք խոսեք ես թույլ չեմ տվել ձեզ որպեսզի խոսեք ու խոսեք Չէ իմ ասածը նրա մասին է այդ հարցը արդեն փակել եք հիմա կբողոքարկեն չեն բողոքարկի այդ հարցը փակել եք անցած անգամ որ պարոն Վարդևանյանի ներկայացրածով ես որպես պատգամավոր 9-րդ ազգային գումարման ազգային ժողովի պետք է դուրս գայի դուրս չեմ եկել այդ հարցը փակել ենք բայց խնդիրն է նա որ դուք այդ օրը հայտարարում եք որ ես օգոստոսի 2-ին կարող եմ երբ որ պարոն Վարդևանյանը դուրս է գալիս ասում բա օգոստոսի 2-ին նիստին պարոն Սարգսյանը չի մասնակցելու ասում դեմ որ թույլ եմ տվել գնացել է հիվանդանոց Դες թույլ կտան ոստիկանները կգնա ազգային ժողով ձեր ասած բառերը հատիկ լսել եմ նորից ասում դա նշանակում է որ այսօրվա հիմա ինչ որ քննարկում են դուք արդեն որոշում եք կայացրել որ ես բերալ եմ տնային կալանքի մեջ
ոստիկանների հետ պիտի ամսի երկուսին գնամ, իմ ասածը դա է, որը դուք ասել եք չեք հրաժարվում, ճիշտ է։ Ես տեսեցի եւ ընդհատեմ ձեզ, ոչ, դա չի։ Հետևյալն է, դատարանը կարող է եւ այսօր քննարկման առարկա դարձնել այդ հարցը, եւ օգոստոսի 6-ին կարող է քննարկման առարկա դարձնել այն հարցը, քանի որ խափան միջոցի ժամկետը կրկնեմ երրորդ անգամ դու գիտեք երբ է ավարտվում։ Պետք չի անելու։ Բարձ նշում, կամ օգոստոսի 6-ին պետք է քննարկվի այդ հարցը,